Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում է երաժիշտ երգահան Տիգրան Ավետիսյանը։ Ողջույն Տիգրան։ Տիգրան, ես տեղյակ եմ, որ շուտով լույս է տեսնելու ձեր նոր ալբոմը, ինչպես ծնվեց գաղափարը, արդյոք ալբոմի մեջ կան քաղաքական հնչերանգներ։ Շնորհակալ եմ հրավերի համար, ես վերջին 5-6 տարիների ընթացքում ստեղծագործում եմ միայն այս թեմատիկայով, ընդհանրապես չի ասի քաղաքական, ավելի շատ ազգային, ուղղակի այնպես է ստացվել, որ մենք բոլորս ինչ-որ չափով քաղաքականությունից կախված ենք ու ինձ թվում է յուրաքանչյուր արվեստագետ խոսում է եւ ստեղծագործում է, նկարում է, երգում է այն ամեն ինչի մասին, ինչը իրեն ներսից խանգարում է, այսինքն ինքը ինչ-որ ուզում է ինքն էլ իր գործով այդ ամեն ինչի մեջ իր լուման ունենա։ Այդպես ալբոմը վերջին 2-3 տարվա իմ մեջ ոնց որ կուտակվածներ, որը դուրս եկավ երաժշտության միջոցով, իհարկե իմ մեջից դուրս է եկել արդեն, բայց դեռ երգերը չեն անցել հանրությանը, ամսի 17-ին կլինի իմ շնորհանդեսը ալբոմի, որի մեջ կա 10 երգ, իրենք ունեն բավականին քննադատություն տեքստային առումով այսօրվա գործող իշխանություններին, ումից մենք ցավոք սրտի կախված ենք այսօր, ուզենք թե չուզենք, ու նաև երգերի տեքստերի մեջ ամբողջ թեմատիկան տանում է այն ուղղությամբ, որ հայերը պետք է հզորանան, լինեն իրենց հողում անպայման, պայքարեն իրենց ինքնության համար եւ ամենակարևորը չլքեն երկիրը։ Այս ամեն ինչի շուրջ է ալբոմը պատտվում։ Բայց արդյոք դա կընկալվի ունկնդրի կողմից, որովհետեւ ես այսօր ամենուր եք տենում եմ, որ մասնավորապես մշակութային գործիչները, երբ որ արտահայտում են իրենց կարծիքը, դա սխալ է ընկալվում։ Ասում են դավաճան, պիտակներ են։ Ինձ թվում է նայած որ կողմից նայենք, հիմա հասարակությունը այն աստիճանի պառակտման մեջ է, որ դու ինչ էլ անես, հակառակ ճամբարին սատարողը գալու է քեզ հայհոյի, վատ վերաբերվի, այսինքն որոշ մասի կողմից բնականաբար չի ընկալվելու ու արդեն ես ոնց որ իմ կաշվի վրա այսպես ասած զգացել եմ նախորդ ալբոմը, որը կոչվում էր Սխալ երկիր, որը լույս տեսավ նախորդ տարվա նոյեմբերի 9-ին, հենց մեր պարտության օրը կապիտուլյացիայի, ալբոմից հետո fake edge-երից են ինձ գրել, զանգել են մեկ անգամ փակ համարից, այսինքն սպառնալիքներ են հնչել։ Այո, սպառնալիքներ են հնչել ու ես ոնց որ իմ կաշվի վրա զգացի, ինչ է նշանակում, երբ որ դու անում ես մի գործ, որը դուր չի գալիս իշխանություններին, իրենց fake-երին, իրենց սատարող մարդկանց, սենց, բայց նաև այսպես ասած մեր ճամբարի կողմից տպավորություն կար, որ մարդիկ շատ շնորհակալ են ու բավականություն են զգում, երբ որ տեսնում են, որ ընդհանուր բանի արվեստի դաշտը, ասենց ասեմ, շատ չեզոք է ու բոլորը կարծես տպավորություն է, իրենք չեն զգում իրենք ինչ երկրում են ապրում, ինչ ժամանակներում են ու հանկարծ մի հոգի, իհարկե մենակ ես չեմ, էլի շատ մարդիկ կան, բայց տոկոսային առումով շատ քիչ են այն արվեստագետները, ովքեր բարձրաձայնում են ու նույնիսկ իմ նման այս աստիճանի խոսում են առանց վախենալու, դրա համար սենց ասած մեր ճամբարի մարդկանց կողմից շատ լավ էր ընդունվում ու մարդիկ իրականում երաժշտական կողմը դնենք մի կողմ, որտեվ ինքը ավելի այդ գեղագիտական կողմը եթե չհաշվենք, այդ արդեն ճաշակի հարցը, թե ով ինչ երաժշտություն կլսի, տեքստային առումով ու խիզախության առումով միշտ ոնց որ մեջքից կանգնած էին ու մարդիկ շարունակում էին, ասում էին պահի ես գիծը, շարունակի չկանգնես հանկարծ, այսպես։ Դուք նշում եք, որ միայն դուք չեք, որ բարձրաձայնում եք ձեր կարծիքը օրվա իշխանությունների հետ կապված եւ խնդիրների մասին, վերջերս ապրիլի 24-ին Տիգրան Մանսուրյանը շատ սուր արձագանքեց լրագրողների հարցին, լրագրողը հարցրեց ինչու են մտավորականները այսօր լուր ստեղծված իրավիճակի մասին, Մանսուրյանն ասաց, որ չի ուզում խոսել այդ մասին, նա շատ միայնակ է ապրում, տանից դուրս չի գալիս, ինչպես եք վերաբերվում դրան, որ այդպիսի մեծ արվեստագետները նախընտրում են լռելը այս իրավիճակում։ Հաշվի առնելով իմ այս պահի կեցվածքը քաղաքական, այսինքն ես որպես երաժիշտ ու ստեղծագործող ոնց եմ նայում ու ոնց եմ ստեղծագործում,
սենց ասած շատ երգիչներ, ստեղծագործողներ, հենց կոպիտ ասած գիտարով երգող նվագողները երգում են սիրո մասին, ինչ որ ուրիշ ավելի հաճելի թեմաներից։ Ես լինելով այն մարդը, ով դրա մասին չի երգում, ու ընդհանրապես հիմա մտքիս մեջ դա չի էլ պտտվում, լավ չեմ վերաբերվում բնականաբար, բայց նաև լավ չեմ վերաբերվում, որ Մանսուրյանին մի քանի Facebook-յան օգտատերեր իրենց էջերում դրեցին այդ վիդեոն, քննադատեցին շատ կոպիտ, որովհետև ամեն դեպքում մենք պետք է սահմանները չհանձնենք, հասկանանք, որ ում մասին ենք խոսում, չէ՞, իհարկե, այսինքն մարդ, ով որ այսօր դեռ կենթանի է, բայց կենթանի լեգենդ է, ինչ ժառանգություն ունի իր հետևից թողած, Ներողություն, կենթանի լեգենդ է, դրա համար է հասարակությունը սպասում իր խոսքին։ Այդ հասկանում եմ, եթե իմ կարծիքն է, այսինքն այստեղ կարևոր, ես չեմ ընկալում, ոնց կարա մարդ ասի, հիշում եմ բառացի, ասեց, ես մեծ մարդ եմ, տնից դուրս չեմ գալիս, բայց այստեղ ամենակարևոր բանը այն էր, որ իր միտքը պարզ էր, այսինքն մարդը այն տարիքում չէր ու փառք Աստծո առողջ է ինքը դեռ մտովի, այսինքն ինքը այն տարիքում է, որ գիտակցում է ինչա կատարվում, բայց ես հարգելով իր անցած ճանապարհը ու որպես երաժիշտ չեմ կարա այսպես ասած պրիզնատ չկամ Մանսուրյանին, ես ավելի ոնց որ մի քիչ ուրիշ ուղղությամբ եմ դրան մոտենում, բայց մյուս կողմից նաև հասկանում եմ այն մարդկանց, ովքեր ուզում են, որ արվեստագետները ակտիվանան, որովհետև մենք հիշում ենք 2018 թվականին բոլորը, այսինքն շոու բիզնես լիներ, դերասան լիներ, ով լիներ, իրենք դուրս էին եկել ու բոլորը վիդեոներ էին անում, բան էին անում, ինչը առիթ հանդիսացավ, որ հեղափոխությունը լինի ու ցավալին ամենացավալին այնա որ այն մարդիկ ովքեր 18 թվին դուրս էին եկել ու խոսում էին իրենք այսօր չեն ասում որ կներեք մենք պետքա Նիկոլի կողքը չկանգնեինք կան մարդիկ որ ասել են բայց մեծամասնությունը չի ասել այսինքն մեծամասնությունը 18 թվին ովքեր քաղաքականությամբ էին զբաղվում այսօր արդեն քաղաքականությամբ չեն զբաղվում իրանք որոշել են որ չէ մենք սխալվեցինք մի անգամ օրինակ Գարիկ Պապոյանը ասեց տենց միտք ասեց 18 թվին մենք չենք հասկացել ինչ ենք անում, ես հասկացա, որ այդ իմը չի, ես պետքա դրա մեջ չմտնեմ, կարող է մեզ օգտագործեն։ Այսինքն, եթե քեզ օգտագործել են հեղափոխություն անելու ու Արցախը Ադրբեջանին հանձնելու գործում, իհարկե ես մենակ Գարիկ Պապոյանին չեմ մեղադրում, բոլորն են մեղավոր, ովքեր մասնակցել են։ Այսինքն, ինչի դու չես ուզում, որ քեզ օգտագործեն այդ ամեն ինչը շտկելու մեջ։ Էս է խնդիրը։ Միևնույնն է օգտագործել են։ Միևնույնն է օգտագործեն։ Ինքը իր բերանով է ասել, էլի հիշում եք հարցազրույցը։ Ինչպես է գնահատում մշակույթի դերը այսօրվա Հայաստանում, հատկապես ներկայիս քաղաքական ֆոնին։ Նայեք, այսօր ոչ միայն մշակույթը, այսօր մենք այնպիսի իրավիճակում ենք, այսինքն աշխարհաքաղաքական նենց իրավիճակ է ստեղծվել, հաշվի առնելով ռուս-ուկրաինական պատերազմը, հաշվի առնելով մեր տարածաշրջանում Իսրայելի, Իրանի խնդիրները, որ կարա ամեն օր պատերազմ լինի, ինչից էլ շատ հանգիստ կարան օգտվեն օրինակ թուրքերն ու ադրբեջանցիները, ինչպես եղավ առաջին համաշխարհայինի ժամանակ, այս ամեն ինչը հիմա բերել է նենց կետի, որ ոչ միայն մշակույթի գործիչները, այլ բոլոր հայերը պետք է իրենց համար իրենք իրենց մտքում նախ հեղափոխություն անեն, հասկանան, որ Նիկոլ Փաշինյանի ամեն հաջորդ օրը, հաջորդ րոպեն կառավարելու ինքը արդեն վտանգ է Հայաստանի ինքնիշխանությանը ու անվտանգությանը ու հասկանան, որ պետքա ինչ-որ մի բան փոխեն, իսկ ինչ-որ մի բան փոխելը այն բանից չի էլի, որ փողոցում աղբ չնետենք, մենք մեր գործը նորմալ անենք, ինքը իրական դեմագոգիա է։ Ես էլ եմ իմ գործը լավ անում, բայց այդ ինչ կապ ունի նրա հետ, որ այդ մարդն է բանակցում Հայաստանի շահերի համար։ Այնպես որ պետքա եւ արվեստագետները եւ հասարակ քաղաքացին բոլորը, այսինքն վարորդները, ուսուցիչները պետքա լծվեն այդ գործին, բայց ես հլևոր այս պահին լույս չեմ տեսնում։ Իսկ ինչ վերաբերում է մշակույթի գործիչներին, իրենք ավելի պարտավոր են, որտեվ իրենք ամեն դեպքում ավելի խելացի են, ավելի կրթված են, ավելի ոնց որ բան ունեն հասարակական կարծիքի վրա, կարծիքը փոխելու հնարավորություն ունեն։ Եվ պետք է օգտվել դրանից։ Պետք է օգտվել, բայց չեն օգտվում։ Ես ունենալով քիչ լսարան, հուսանք այս ալբոմները թողարկելուց հետո ավելի կմեծանա այդ իմ երգերը լսողների բանակը, որը ես
ամեն գնով կօգտագործեմ ոչ թե իմ սեփական անձի համար, այլ այդ մարդկանց ճիշտ ուղու վրա դնելու համար, որովհետև շատերը լսում են իմ երաժշտությունը, բայց վերջի շնորհանդեսին նախորդ եկած մարդկանցից շատերը ասում էին սիրում ենք քո երաժշտությունը, բայց լավ չի, որ սրա մեջ ես։ Այսինքն չեմ հասկանում այդ մարդկանց, բայց այդ մի քիչ ուրիշ թեմա է, ավելի շատ խնդիրը ստեղն է, որ այն մարդիկ, ովքեր քո վրա են եկել որպես երաժիշտ, իրենք քեզ հարգելով քեզ լսեն ավելի խելացի համարեն ու քաղաքական որոշակի ուղղվածությունը փոխվի։ Այսինքն հասկանան, որ եթե այս մարդը իրենց համար հեղինակություն է ու այդ մարդը գրում ասենց երգեր, որ դու լսում ապրում ես, չգիտեմ, ասենք Միացյալ Նահանգներից մեկը գրել էր շարունակի տենց, դու այսօրվա մեր իրականության լավագույն երաժիշտներից ես, այդ մարդը նաև մտածի, որ ինքը եթե քո մասին տենց կարծիք ունի, այսինքն մտածի, որ եթե դու ասում ես այսօրվա իշխանությունը չարիք է, ուրեմն մի բան գիտես, որովհետև շատերը այսօր ցավոք սրտի չեն գիտակցում ու իրենք ընկել են այդ բանի մեջ, այսօր սենց բան չի եղել հայկական իրականության մեջ 30 տարում, որ այս կողմից խափեն, այն կողմից խափեն, այն կողմից խափեն, կամ մի կողմից խափեն, մի կողմից ճիշտ ասեն ու մարդը իրոք չի հասկանում, ով է ճիշտ ասում, ու այդ անզորությունից ինքը ասում է լավ, ես չեմ խառնվում։ Իսկ այդ չխառնվելը օգուտ է ժամանակային առումով գործող իշխանություններին, ոչ թե ընդդիմությանը։ Տիգրան, ինչ խնդիրների են այսօր բախվում հեղինակ կատարողները։ Խոսքը այսինքն երաժիշտների մասին է, ֆինանսական, ամենակարևորը ֆինանսական խնդիրների։ Որ պետական աջակցություն չեն ստանում։ Պետական աջակցություն չեն ստանում, ինչը օրինակ բանի սովետական միության ժամանակ լավ էր, երբ ճիշտ է, ես փոքր եմ եղել, մի քանի տարեկան, բայց շատ են պատմել, որ արվեստագետները սովետական միության ժամանակ օրինակ ունեին իրենց արվեստանոցը, փորձատեղը ու այդպիսի շատ բաներ, իսկ ինչ վերաբերվում է մեր ոլորտին, այսինքն գիտարահարներին, հեղինակ կատարողներին, այսպես ասած հաղվերդյանական ճանապարհով գնացող մարդկանց կամ ռոք երաժիշտներին գրեթե փող աշխատելու հնարավորություն չկա, այսինքն եթե դու դրանով ես մտել, որտեվ Հայաստանում մի քիչ այլ է, Հայաստանում օրինակ առիթներին նվագողը պարածնողը, այսինքն հարսանիքներ կամ տխուր առիթներին նվագողներ են հիմնականում, խոսքս նվագելով փող աշխատելու մասին է։ Ես օրինակ աշակերտներ ունեմ, իմ ստուդիան ունեմ, աշակերտներ ունեմ, ինչից ընդհանրապես դժգոհ չեմ, բայց ինչպես ես, այդպես էլ շատ գիտարահարներ կուզենային, որ իրենք համերգային ճանապարհով փող աշխատեին կամ իրենց ռեսուրսը ժամանակային ուղղեին բանի վրա նվագելու, ստեղծագործելու վրա, ոչ թե աշակերտներին դաս տալու, որովհետև իրականում դաս տալը որպես երաժիշտ դեգրադացիա է։ Դաս տալով դու որպես դասատու ես անընդհատ կատարելագործվում, բայց որպես երաժիշտ տեխնիկապես ու մտավոր առումով հետ ես գնում։ Այդ է հիմնական խնդիրը իմ կարծիքով։ Այսինքն միայն ֆինանսավորումը։ Իսկ ներկայանալու խնդիր էլ կա, կարծում եմ, հեղինակ կատարողների մոտ, ներկայանալու հարթակներ քիչ ունեն։ Որտեղից է դա գալիս ձեզ։ Դուք օրինակ կարողանում եք ձեր ենթադրենք Facebook-յան էջով ներկայանալ, բայց ուրիշ հարթակներ չկա պետական մակարդակով։ Նայեք, ինձ թվում է, եթե մենք խոսենք, ոնց ֆրալու ենք, գալու ենք ֆինանսի վրա, այսինքն այսօր մենք ապրում ենք մի դարում, որտեղ ամեն ինչ շատ է, բաները սոցկայքերը ոնց որ հնարավորություն են տալիս երաժիշտներին իրենց ցույց տան, ինչը օրինակ 20-30 տարի առաջ չկար։ Ես 20-30 տարի առաջ եթե լինեի ու ստեղծագործեի, չէի իմանա ես ինձ ոնց արտահայտեմ։ Բայց այդ նույն սոցկայքերը իրենց հետ բերում են լիքը այլ բաներ, աղբ այսպես ասած, որ անընդհատ Facebook մտնողը, Instagram մտնողը աշխարհի տարբեր ծայրերից փոքր կարճ վիդեոներ նայում, հեսա նայում, այնա նայում, ու այդ ամեն ինչի մեջ իրականում արժեքավոր բաները կորում են։ Ու խնդիր է լինում մարդուն հասկացնելու։ Այսինքն եթե վերցնենք սենց քո երաժշտությունը լսում են 3 միլիոն հոգի, ընդունենք մենակ Հայաստանի ժողովուրդը 3 միլիոն է, եթե բոլոր 3 միլիոնը լսի, բնականաբար բոլորը չեն հավանելու։ Բայց եթե դու 3 միլիոնին հասցնես, կունենաս իրանց մեջից օրինակ 500,000 լսարան հստակ։ Բայց դու 3 միլիոնին հասցնելու խնդիր ունես, որովհետև ես այսօր ստեղ նստած խոսում եմ իմ երգերից, բայց ինչ-որ մեկը այս բանին լրիվ ուրիշ գործով է զբաղվում ու չգիտի իմ մասին, ու դժվար է իմանա։ Այսինքն ես ոնց հիմա խոսենք, ֆռալու ենք էլի ֆինանսի վրա ենք գալու, իսկ ֆինանսը ինչ է բերում։
ֆինանսը։ Ֆինանսը բերում է անընդհատ քեզ գովազդես, դնես փոքր վիդեո ռոլիկներ սարքես, դրանք դնես տարբեր կայքերում, անընդհատ հենց անես մարդկանց աչքի առաջ գա, քաղաքում պաստառներ կախես, այսինքն քո համերգից առաջ, մի խոսքով տեսահոլովակ նկարես, շատ բաներ անես, որոնք քեզ այս դարում այս խառը վիճակի մեջ առաջ կբերեն ու ճանաչելի կդարձնեն։ Տիգրան, շատերը ասում են Հաղվերդյանին ոչ ոք չի կարող հասնել կամ անցնել, իսկ դուք ինչպես եք վերաբերվում սրան։ Ինձ թվում է պետք չի համեմատվել ընդհանրապես։ Բայց սա ժառանգություն է, թե հարգանքի նշան է, օրինակ։ Մի քիչ խառը թեմա է իրականում։ Նայեք, Հաղվերդյանն է։ Ինքը իրականում հանճարեղ մարդ է, չնայած Հաղվերդյանը, որ թեմայից մի փոքր շեղվեմ, որ գնում է հաղորդումների հյուր կամ ինչ-որ խոսում է, ավելի լավ է չլսենք իրան ընդհանրապես, բայց Ինչու օրինակ։ Չեմ կարա շատ կոնկրետ ասեմ, բայց Հաղվերդյանը իրականում պետականության մասին շատ սխալ պատկերացումներ ունի իմ կարծիքով, իհարկե, հիմա մեկն էլ կարող ասի չէ հակառակն է, այսինքն Հաղվերդյանը այլ մտածմունքի մարդ է, տպավորությունն է ոնց որ ինքը ուրիշ աշխարհից է, իմ համար ինքը որպես երաժիշտ ու որպես հեղինակ է բառերի ամենաշատը, բայց կարծում եմ վերջին մի քանի հարցազրույցը լսել եմ, բայց առաջ էլ էի լսում, իր վերաբերմունքը օրինակ նախորդ նախագահների հանդեպ ու Նիկոլ Փաշինյանի շատ տարբեր է ու տարբեր է սխալ բալանսային առումով, այսինքն ինքը նրանց քննադատում է, սրան ինչ որ ստից բաներ ասում է, հետո վերջի դեպքերը գցել է ռուսների վրա, մի խոսքով շատ հիմարություններ է խոսում, էլի, թող ինձ Հաղվերդյանը երկրպագուները ներեն, չնայած ես իր երկրպագուներից մեկն էլ ես եմ, փոքր ժամանակվանից կասետով հիշում եմ ոնց էի Հաղվերդյան լսում, բայց չեմ պատկերացնում ես ոնց կարելի է այդ տարիքի լինել, այդ տաղանդը ու այդ հանճարեղությունը քո մեջ ունենալ ու օրինակ իմանալով հանդերձ որ կան չէ որոշակի ասենք թղթաբանություններ, Միսկի խումբ ա եղել է, սա եղել է, նա եղել ու այս մարդը Պրագայում ու Բրյուսելում ստորագրել է Արցախ-Ադրբեջանի կազմում Շարլ Միշելի ու Ալիևի ներկայությամբ ու դրանից հետո ասել ռուսներն են Արցախը տվել շատ հիմարություն է ու նաև շատ մի հատ sense նուրբ հարց էլ կա մի քիչ շեղվեցինք Հաղվերդյանի թեմայից, բայց քանի որ ինքն էր այդ ասել, բայց դա նաև ասում են 100,000-ավոր հայեր, ոչ թե հազարավոր, այլ 100,000-ավոր, նայեք, Հայաստանի Հանրապետությունը, այս շատ կարևոր բան է, էլի շատ կարևոր, այսինքն մարդ, ով որ սա չի ուզում ընկալի կամ չի կարողանում ընկալի, ինքը ուղղակի ծպտված պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին ու այս իշխանությանը, որովհետև այլ տարբերակ չկա, Հայաստանի Հանրապետությունը եղել է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, այսինքն ինչի ռուսական զորքը չի մտել Արցախ, մարդկանց ինչի է թվում, որ ռուսները չեն ուզեցել Արցախ մտել, միշտ ուզում էին, որտեվ յուրաքանչյուր հզոր պետություն ուզում է իր ճանկերը ավելի երկար գցի, ուզում է ինքը ավելի ուրիշ տեղեր ավելի շատ ազդեցություն ունենա, այստեղ շատ կարևոր բան կա, հայկական բանակը պահում էր այդ հողը, այսինքն մենք մեզնով էինք դա անում, հիմա եթե եկել է մի իշխանություն, ով Ալիևի ճնշման տակ կամ Ալիևի հետ պայմանավորվածությամբ էական չի, բանը նույնն է, դուրս է բերել հայկական զորքը ու ինքը 2023 թվականին հայտարարեց, այսինքն մինչև էդ էլ էր հայտարարում է, որ մենք Հայաստանը չի խառնվելու այս ամեն ինչին, բնականաբար ոնց կարելի է մեղադրել, ոնց որ կոպիտ ասեմ, ես իմ երեխուն տիրություն չանեմ, ասեմ հարևանը չեկավ ինձ օգնեց, եթե ես իմ երեխուն տիրություն չեմ անում, ես անտեր եմ իրեն թողնում, գոնե պետք է ես բարոյական իրավունք չունենամ, ես մեղադրեմ ուրիշին, այսինքն ես իմ պարտավորությունն է, չէ, մեր կյանքում ամեն մեկս ինչ-որ մի պարտավորություն ունի։ Հիմա այս ամեն ինչից հետո հազարավոր, 100,000-ավոր հայեր, ինչպես նաև Հաղվերդյանը, նշում են, որ ռուսներն են հանձնել։ Եթե դու ճանաչում ես տվյալ հողատարածքը, արդեն ինքը պետություն էլ չի, հուսանք մի օր էլի պետություն կլինի։ Ադրբեջանի կազմում բնականաբար իրենց նախագահը կարող ասի, «Էս իմ հողն է, ձեր բանակը ստեղ ինչ գործ ունի»։ Ու արդեն անիմաստ էր դառնում այդ զորքի այնտեղ լինելը, եթե ես սենց խոսում եմ, շատերը ասում են ռուսներին ես պաշտպանում, բայց ընդհանրապես իմ խոսքի մեջ ռուսներին պաշտպանություն չկար, այսինքն ես իրականության մասին էի խոսում։ Իսկ դուք Արցախի վերադարձի հույս ունեք։
Հույս ունեմ, եթե խոսում ենք հույսից։ Իսկ իրատեսական։ Իրատեսական է, բայց կարծում եմ շատ է պետք, օրինակ Ադրբեջանը ինչքան ժամանակ համբերեց կամ հզորացավ, ու հզորանալուց բացի ամեն դեպքում իրենց օգնեց իրենց խամաճիկը ստեղի։ Այսինքն, այդ որ ասում են ռազմական բալանսը խախտվեց, նախորդ նախագահները թալանել են բան, այդ հիմարությունները իրականում հա այնքան է ծեծվել այդ թեմայից ճիշտ ասած իմաստ չունի խոսել, բայց միշտ չի էլի, որ եթե ինքը քեզնից թվով շատ է, 90-ականներին էլ էին թվով շատ, կամ իրենց բանակում ավելի լավ զենքեր կային, ուրեմն ինքը կարա հաղթի։ Շատ միջազգային պայմանավորվածություններ կար, բանակցողի լրջություն կար, այսինքն շատ բաներ կար։ Ադրբեջանը վերջում հասավ իր ուզածին ոչ միայն զորքի ու հզորության շնորհիվ, այսինքն նրա շնորհիվ, որ ստեղ կար դավաճան, ով որ իր բաները հանգիստ կատարում էր։ Օրինակ, եթե վերցնենք 7 շրջանները միջազգայինորեն իրենցն էր, բայց Արցախը իրենցը չէր։ Այսինքն Արցախը անկախ Ադրբեջանի կազմում երբեք չի եղել։ Սովետական Ադրբեջանի կազմում է եղել։ Եթե տենց վերցնենք ու իրենք կոպիտ ասած ընդունենք պատմական արդարությունը վերականգնեցին 7 շրջանները հետ վերցրեցին, Շուշին ու Հադրութն էլ ընդունենք Շուշին ու Հադրութը չէին վերցնել։ Ինչն էր Փաշինյանին ստիպում այդ հատվածում, երբ որ արդեն այդ փողզիչումային բանը եղել էր, գցենք եղել էր, բայց պատերազմի միջոցով, այսինքն կոպիտ ասած շրջանները իրենցներ մենք տվել էինք, Արցախում էլ կար ժողովուրդ, որը դեռ ապրում էր։ Ինչն էր ստիպում իրեն գնալ ու ստորագրել։ Այսինքն Ալիևը շատ լավ հասկանում էր, որ Արցախը ունի ինքնորոշման իրավունք ու շատ միջազգային կառույցներ ու ղեկավարներ չէին թողնի, որ ինքը մտնի։ Դրա համար պատերազմի արդյունքում ամեն դեպքում Արցախը մնաց, բայց շրջանները վերցրեց։ Կան օրենքներ կան էլի շատ իրականում ուզենք թե չուզենք ու դրանից հետո Հայաստանի ղեկավարի համար ավելի լավ հող էր նախապատրաստվել պայքարել Արցախի ինքնորոշման համար, այսինքն Հայաստանի ղեկավարը կարար արդեն ասեր, որ ժողովուրդ ջան, նայեք, շրջանները դուք վերցրել եք, ուզում եք, չէ՞, նախորդ նախագահները չէին տալիս կամ ասում էին դրա դիմաց ինչ-որ բան ենք ուզում։ Դուք ուզում եք, վերցրել եք շրջանները, հիմա ինքը կարար մինչև վերջ գնար, այսինքն կոպիտ ասած ավելի լեզուն երկար կլիներ, բայց ինքը ինչ արեց, ոչ մեկ իր լեզվից չէր քաշում ստիպում, որ ինքը բան անի, Ալիևից բացի։ Ուղղակի այստեղ այլ հարց է, որ Փաշինյանը եկել էր Արցախը հանձնելու, այսինքն ինքը տպավորություն է, իր բոլոր բաները, քայլերը, բոլոր գործիքակազմերը ինչ կար, ինքը ինչ արել է հերթականությամբ, ամեն ինչ նենց էր ծրագրավորված, որ տենց բերի հասցնի այդ կետին։ Ու հիմա էլ տպավորություն է ստեղծում, որ ամեն ինչ նորմալ է, ինչ որ խնդիր չկա ընդհանրապես, մենք մեր կյանքով կարանք ապրենք, երջանիկ ենք։ Բայց ինչպես կարող է իշխանափոխություն լինել, եթե ժողովուրդը այլևս չի համախմբվում, ոտքի չի կանգնում, ու մենք դա մի քանի անգամ տեսանք վերջերս, վերջի ամիսներին, օրինակ Սրբազան պայքարի ժամանակ տեսանք դա, որ ժողովուրդը միևնույնն է հիասթափված է կամ չի հավատում, այդ դեպքում ինչպես է լինելու իշխանափոխություն, ելքը դուք ինչպես եք տեսնում։ Շատ բարդ հարց է ու ցավոք սրտի այս պահին ելք չեմ տեսնում, բայց նաև ինչ-որ կանխազգացում ունեմ, որ մինչև 26 թվականի ավարտը ինչ-որ պայթյուն է լինելու ու իշխանափոխություն չեմ կարող ասեմ ոնց կլինի, բայց նաև մի բան գիտեմ հաստատ, որ Փաշինյանը հեշտությամբ իշխանությունը չի հանձնելու, այսինքն հնարավոր է արյուն թափվի, քաղաքացիական պատերազմ սկսվի, ամեն ինչ հնարավոր է, այսինքն այնց կետի ենք մենք եկել հասել, որ ամեն ինչ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր է։ Կարող է օրինակի համար Աստված չանի, իհարկե, օգտվելով այսօրվա Հայաստանի իշխանություններից կամ հասկանալով, որ հետագայում դժվար է լինելու, Ալիևը ժամանակ շահելու համար վերցնի Սյունիքը, Հայաստանում շատ հիմարներ, որ մինչև այսօր Փաշինյանին են պաշտպանում, համախմբվեն վերջապես բոլորը դառնան մի կտոր ու հեռացնեն, հասկանան, որ հեսա իրանց տներին են հասնելու։ Այդ մի տարբերակ կարա լինի, ընտրություններով չեմ կարծում, հիմա այդ խոսակցությունները շատ է չէ գնում երկու նախագահների, մի մասը իմպիչմենտի կողմնակից է, մյուս մասը ընտրությունների են սպասում։ Բայց միևնույնն է, ընդդիմադիր ուժերն էլ չեն համախմբվում։ Հենց այդ էլ է խնդիր, ես իրական կուզեի, նայեք, նախորդ նախագահներին շատ քննադատելու բաներ ես կարամ ունենամ, բայց այս հիմիկվա իրավիճակում իմ համար անձամբ իմ համար մեկ կլինի, ով կգա իշխանության։ Նախորդ նախագահներից կգա, ես կգամ, դու կգա, կարևորը գա մարդ, ով որ տվող չի, այսպես ասած, ու տենց ծնկաչոք չի բանակցելու։
Ալիևի առաջ էսա խնդիրը ու շատ կարևոր է համախմբումը։ Էդ էլ լավ չի, որ հիմա նրանք մի ուղղությամբ են, նրանք մի ուղղությամբ են, Սրբազան պայքարը իր բանով է, Բագրատ Սրբազանը այս վերջերս բանը անում անընդհատ տեսաուղերձներ անում, բայց ինձ թվում է ինքը իր գնացքը անցել է, որովհետև անցած տարի այս օրերին էր կարծեմ, մոտավորապես այն աջակցությունը, որ ինքը ուներ, պետք է պահել։ Ոչ ոք չէր սպասում դա իրականում։ Հրապարակը լցված էր։ Ներվը պետք էր պահել, բայց մյուս կողմից ես չեմ մեղադրում, որովհետև հաջորդ գործողությունը որն է, այսինքն դու եթե այդ քանակը ունես, վարչապետն էլ այնտեղ նստած է իր համար, չի պատրաստվում հրաժարական տա, դու այդ քանակը ոնց օգտագործես, այսինքն գնաս բախումների, մարդկանց սպանես, շատ կարևոր պահ կա, էլի, այսինքն ես չեմ արդարացնում մարդուն, ով որ վերցրել է այդ պատասխանատվությունը ու ինքը բան է անում, փորձում է իշխանափոխություն անել։ Չեմ արդարացնում, որովհետև եթե վերցրել է, պետք է մեզանից լավ իմանա ոնց է այդ ամեն ինչ անելու, բայց նաև չեմ հասկանում, պարտադիր պետք է իմանա, բայց մյուս կողմից հասկանում եմ մարդկանց, որ ասում են շարժումը մարեց կամ բան եղան, բայց նաև ինձ մի բան որ դնում եմ իր տեղը, կապ չունի Բագրատ Սրբազանն է, Պողոսն է, Պետրոսն է, շատ շարժումներ եղան այս տարիների ընթացքում։ Դու հասկանում ես, որ դու գործ ունես մի մարդու հետ, ով որ իշխանությունը կորցնելուց հետո կորցնելու է իր կյանքը։ Այսինքն մենք պետք է լավ գիտակցենք, մենք ում հետ ենք հիմա պայքարում։ Այսինքն Հայաստանի ներկա ղեկավարը ոչ Լևոն Տեր-Պետրոսյանն է, որ հրաժարական տվեց, հաղթած էր, գնաց իր համար, ոչ է Սերժ Սարգսյանն է, ով որ փաստացի գիտեր, որ իր հետևից չեն գալու։ Հիմա մենք ունենք մի ղեկավար, ում հետևից գնալու են։ Ու սկսած օրինական մարմիններից, օրինապահ մարմիններից, վերջացրած հազարավոր զոհվածների ծնողներ, ովքեր բան են անում, ձգտում են ամեն վարկյան շուտ մի մետրից մոտիկից տեսնեն Փաշինյանին, ինքը այդ ամեն ինչը հասկանում է, այսինքն ինչի է ինքը, օրինակ ջայրով երթի ժամանակ ամբողջ Դեմիրճան փողոցը կամ պարլամենտի դիմաց ոստիկաններ էին կանգնած, այդ տիպի վախեցած է ինքը, այսինքն այդ բերում է նրան, որ հիմա հետ գնանք այն թեմային, բերում է նրան, որ Փաշինյանը հասկանում է, որ ինքը իշխանությունը կորցրեց, իր կյանքն է կորցնելու, ազատությունն է կորցնելու, իր կյանքը վերջանալու է այնտեղ, որտեղ վերջանա իր իշխանությունը, այս է խնդիրը։ Դրա համար մի քիչ բարդ է, էլի, չգիտեմ ոնց կարելի է իշխանափոխություն անել։ Եվ ամփոփելով անցում կատարենք մշակույթին, այսօրվա հայաստանյան մշակութային ոլորտում աշխատելը, ստեղծագործելը հերոսություն է, թե համառությունը ձեզ։ Համառություն իհարկե։ Հերոսություն, կարծում եմ, հերոսությունը մարտի դաշտում է, սրանք այդ թեման էլ են, չէ՞։ Բայց Նիկոլ Փաշինյանը ասում է, որ հերոսները հարկ վճարողներ են։ Այդ է ուզում խոսեի, հերոսները հարկ վճարողներ չեն, հարկ վճարողը նորմալ քաղաքացին է, վերջիվերջո չենք կարող հարկ չվճարենք։ Մշակույթի դաշտում այն մարդիկ, ովքեր չեն կոտրվում, որտեվ ես շատ մարդկանց գիտեմ, ովքեր թողել են կինոն, արվեստը, երաժշտությունը, տաքսի են քշում են, սենանում են անում, այսինքն այդ մարդիկ կոտրվել են, հասկացել են, որ ընտանիք պահելու ֆինանս աշխատելու խնդիր ունեն, ու իրենք պետքա անենց բանի մեջ մտնեն, որ ավելի շատ է փող բերում։ Դրա համար ավելի շատ համառություն է։ Ու կուզենամ ասեմ, որ ամսի 17-ին, այսինքն մի շաբաթից մոտավորապես, մի փոքր ավել, իմ Հասկենի ալբոմը լույս կտեսնի, ձեր այսօրվա թիմին էլ եմ հրավիրում, ոչ միայն ձեզ, նաև օպերատորներին, ձվուկավիկներին, մի խոսքով ալբոմի բոլոր երգերը շատ ազգային մոտեցում ունեն, այսինքն ես փորձել եմ նենց մոտենամ ամեն ինչին, տեքստին, բառերին, որ լսողը ոգևորվի, ինչը չկար նախորդ ալբոմի մեջ։ Նախորդ ալբոմը ավելի շատ Արցախի կորստի ու մեր ցավերի մասին էր ու ոգևորող բաները ավելի քիչ էին, քան հուսահատեցնող, ասենց ասեմ։ Բայց այս ալբոմը լսողները, հուսով եմ, երգերը լսողները կոգևորվեն Մերոնցից մեկը երգերից մեկը լսեց, ասաց ես երգդ որ լսում եմ, ուզում եմ գնամ թուրքերին սպանեմ, ես իհարկե տենց ծայրահեղական չեմ մտածում, բայց երգերը այն բանը ունեն իրենց մեջ, որ ամբողջ 10 երգի թեմատիկան պտտվում է 3 գաղափարի շուրջ։ Առաջինը, որ Հայաստանում պարտադիր պետք է իշխանափոխություն, երկրորդը, որ հայը պետք է շարունակի ապրել իր երկրում, այսինքն չմտածի արտագաղթելու մասին, ու երրորդը, այդ հայը իր երկրում
շարունակել ապրելը շարունակելը պետք է ուղղակի նես չապրի ոնց հիմա է ապրում։ Այսինքն հիմա էլ հազարավոր հայեր ապրում են, այդ լավ է իհարկե, որ իրանց երկրից չեն գնացել, ապրում են, հարկ են մուծում, աշխատանք են գնում, բնականաբար դա օգուտ է տնտեսությանը ու ամեն ինչին, բայց ամենակարևոր բանը այն է, որ պետք չի ապրել հենց, այսինքն դու պետք է պահանջատեր լինես, դու պետք է կոպիտ ասած իշխանության վզից բռնած իրեն ստիպես անընդհատ, որ ինքը պարտավոր է քո անվտանգության համար մտածի, տնտեսությունը զարգացնի ու երկիրը հզորացնի։ Շնորհակալ եմ եւ հրավերի համար եւ հետաքրքիր հարցազրույցի։ Այսօր մեր տաղավարում Տիգրան Ավետիսյանն էր։ Ես էլ եմ շնորհակալ։